Ժողովուրդը Փաշինյանին ոչ թե ուղարկելու է հանգստի, այլ ուղարկելու է դատապարտման։ Ուղարկելու է հայտնի պատի մոտ եւ օրենքով սահմանված կարգով դատվելու է Փաշինյանը օրենքի ամենայն խստությամբ եւ ինքը երանի է տալու, որ երանի ինքը ողջ չլիներ։ Այդպես պիտի ինքը ապրի ու երանի տա, որ ինքը մեռած լիներ։ Պատժվելու է օրենքի ամենայն խստությամբ միջազգային, տեղական, հայկական, սահմանադրական բոլոր խստություններով Փաշինյանը պատժվելու է։ Հանգստի մասին ինքը այլևս չի կարող երազել, ինքը հիմա էլ հանգիստ չէ։ Իր մտասևեռումների մեջ ինքը իրականում խենթության նոպաներ ունի։ Ճիշտ է, ինքը ասում է ինքը իրեն գժի տեղ է դնում, այո, ինչ որ մասով ինքը իրեն գժի տեղ է դնում, բայց զուտ մարդկայնորեն ինքը իր մտասևեռումներում այլևս ինքը անգամ իրենից է վախենում։ Ես չեմ զարմանա, որ մի օր հանկարծ մենք առավոտյան արթնանանք, որ ինքը վախից ինքը իրեն խարակիրի է արել կամ ինքը իրեն ինքնավոչնչացրել է, չեմ զարմանա, որտեղ իր տեսակը, իր իմպուլսիվությունը, իր իրեն գժի տեղ դնելու, իր երկրի նկատմամբ ատելության, հայ ժողովրդի ամեն լավի, ամեն գեղեցիկի հանդեպ իր ատելությունը, հայ առաքելական եկեղեցու հանդեպ իր ատելությունը, Հիսուս Քրիստոսի, Աստծո, այս բառերը ես որ ասում եմ, ես մտածում եմ, ինչի պետք է մենք հիմա սա ասենք, ինչի պիտի քննարկվի մի բան, որը անքննելի է, մենք պիտի դրան հավատանք, մենք պիտի երկյուղացություն ունենանք եկեղեցու, տիեզերքի եւ Աստծո հանդեպ, բայց հիմա մենք դրել ենք մի չմոյի պատճառով քննարկում ենք Աստծո լինելիության, կաթողիկոսների կամ հոգևոր հայրերի սրբազան դասի կուսակրոնության հարցերը, այսինքն Փաշինյանը իրեն ինչ է բժշկի տեղ է դրել, ինքը մտածում է, որ ինքը դա պիտի քննարկի, երկիրը ինքը հանձնում է եւ մարդկանց շեղելու համար ինքը ընտրում է այս կարգի գրեհիկ բաներ։